Գյումրիի Սուրբ 7 Վերք եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ վաղը սպասվող պատարագից առաջ Շիրակի թեմի հոգևորականները իրենց անվերապահ հավատարմությունն են հայտնել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին և թեմի առաջնորդ ազատազրկված Միքայել arczepiskopos Աջապահյանին, հայտարարել, եթե Սուրբ 7 Վերք եկեղեցում կամ թեմի այլ եկեղեցիներում իրենցից բացի որևէ այլ անձ պատարագ մատուցի, դա կնշանակի, որ մեջբերում առաջնորդանիստը բռնազավթված է։ Նման քայլը կորակվի որպես Շիրակի թեմի օրինական գործողության խոչընդոտում և հավատացյալների իրավունքների խախտում։ Վաղվա պատարագից առաջ իրավապահները թեմի քահանաներին Նիկոլ Փաշինյանի անունից հորդորել էին պատարագի ժամանակ չհնչեցնել վեհափառի Միքայել Սրբազանի անունները։ Շիրակի թեմի բոլոր 29 քահանաները հրաժարվել էին կատարել այդ պահանջը և առայժմ հայտնի չէ, թե ով է վաղը պատարագելու Սուրբ 7 Վերք եկեղեցում։ Ուգարած թեմի 16 հոգևորականներ աջակցություն են հայտնել վեհափառ Հայրապետին, ասել, որ հավատարիմ են Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, նրա միաբանությանը և հոգևորականությանը։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը կոչ է անում այսօր երեկոյան 8-ին հավաքվել Զվարթնոց օդակայանի VIP սրահի դիմաց դիմավորելու Ֆրանսիայից վերադարձող ամենայն հայոց կաթողիկոսին։ Մտավախություն կա, որ Գարեգին II-ին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել հենց օդակայանում։ Մամուլն այսօր գրել է, որ իշխանությունը նպատակ ունի տապալել կաթողիկոսի հրավիրած եպիսկոպոսատ ժողովը, որը պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ։ Այս տարվա հունիսին հազարավոր քաղաքացիներ ուշ ժամի հավաքվել էին օդակայանում Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձած վեհափառին դիմավորելու։ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մեծ հավանականությամբ կմասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Նա անհետեցություն է համարել մոտեցումը, թե կուսակցության ղեկավարը կարող է չմասնակցել ընտրությանը, եթե իր կուսակցությունը մասնակցում է։ Երկրորդ նախագահն ասել է, որ Հայաստանի վարչապետին ձեռնտու է պատերազմի մշտական վտանգը, որպեսզի ժողովուրդը սարսափի մեջ լինի և քվեարկի նրա օգտին։ Մեր առաջարկը եւ մեր մոտեցումը հետեւյալն է. պետական շահերը առաջի տեղում, ժողովրդի շահերը առաջի տեղում եւ երբեք որևէ առաջնորդ չպետք է իր շահերը որևէ կերպ գերադասի ժողովրդի եւ պետականության շահերը։ Ադրբեջանը Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հնարավորության մասին է արդեն մտածում։ Դոհայի միջազգային ֆորումի ժամանակ այդ մասին խոսել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկման ժամանակ Հաջիևն ասել է, որ երկու երկրների փոխվարչապետեր Մայր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆայևը վերջին հանդիպման ժամանակ խոսել են նաև երկու երկրների միջև առևտուր սկսելու մասին։ Հաջիևն իր խոսքում օգտագործել է Զանգեզուրի միջանցք եզրույթը։ Արմեն Գրիգորյանը նրան հակադարձել է, նշելով, որ այն ընդունելի չէ հայկական կողմի համար։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Հայաստանի քաղաքացիների անունից հայտարարել է, թե մեր հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում տեղի են ունեցել փոփոխություններ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ ընտանիքի անդամ չեն համարվի նրանք, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, բայց դիմում հայտարարությունը լրացնելիս դարձել են չափահաս։ Այս փոփոխությունը թույլ է տալիս երիտասարդներին, որոնք արդեն չափահաս են դարձել, ինքնուրույն տնօրինել իրենց հասանելիք աջակցության չափաբաժինը և կախված չլինել ծնողների կամ խնամակալների բնակարանային որոշումներից։ Թուրքիայի դերը կարևորագույն է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Մերձավոր Արևելք և Աֆրիկա 2025 միջոցառման ժամանակ հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։ Դիվանագետի խոսքով Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո հայ-թուրքական սահմանի բացման հույս կառաջանա։ Եթե երթուղին երկարացվի Կասպից ծովից մինչև միջերկրական, ապա դա թույլ կտա լուծել տարածաշրջանային բոլոր էներգետիկ խնդիրները, ասել է նա։ Ողբերգական ավտովթար է եղել Երևանի Պրոշյան փողոցում, միմյանց են բախվել 29-ամյա կին վարորդի, 28-ամյա և 21-ամյա վարորդների մեքենաները։ Բացի ուժգնությունից մեքենաները բախվել են նաև թմված 4 այլ ավտոմեքենաների։ Արի հետևանքով տեղում մահացել է վարորդներից մեկը։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական տեղեկության նա եղել է ոչ սթափ վիճակում, չի ունեցել հայկական վարորդական վկայական, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
72 տարեկանում մահացել է Հայաստանում պլաստիկ վիրաբուժության դպրոցի հիմնադիր անվանի բժիշկ Արտավազ Սահակյանը։ Նրա ղեկավարությամբ մեր երկրում կատարվել են բարդ եւ բացառիկ վիրահատություններ։ Իր երկարամյա գործունեության ընթացքում նա մոտ 50,000 վիրահատություն է արել։ Նրա թիմի աշխատանքները ներկայացվել են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Գերմանիայում եւ այլ երկրներում։ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը ավելի ու ավելի տագնապալի է դառնում։ Հիդրոօթերոթաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն Բերի 26-ից դեկտեմբերի 2-ը մայրաքաղաքի հատկապես կենտրոնական հատվածներում քացիները շնչում են ջով հագեցած օդ։ Տրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում օդում փոշու պարունակությունը գերազանցել է լատրելի սահմանը գրեթե ամբողջ շաբաթ։ Գավիթում չափազանց փոշոտված է եղել օդը 3 օր։ Օրնորքում վիճակը նորմայի սահմաններում է եղել։ Agentները մայրաքաղաքի օդի աղտոտվածության հիմնական պատճառները համարում են 3-ը՝ կանոն շինարարություն, որի ընթացքում ճախ չեն պահպանվում փոշու կանխարգելման նորմերը, ցապատում, ջրցանում, էլի հատումն ու կանաչ տարածքների կրճատումը, զրկել են քաղաքը բնական ֆիլտրերից։ Երրորդ պատճառը ավտոպարկն է եւ խցանումները, որոնք նպաստում են ազոտի երկօքսիդի կուտակմանը։ Ծաղկաձորի Կեչարիսի վանական համալիրի տարածքում հայտնաբերված եկեղեցի են այցելել Սպուտնիկ Արմենիայի մեր գործընկերները։ Եկեղեցին հայտնաբերվել է պատահական վանական համալիրի տարածքի բարեկարգման ժամանակ։ Սկզբում բանվորները խոտածած տարածքում հայտնաբերել են 2 տապանակար, ինչից հետո սկսվել են պեղումներ եւ տեղի է ունեցել խոշոր հնագիտական հայտնագործություն։ Հնագետներն ու պատմաբանները դեռ չեն գտել պատմական տեղեկություն կամ հիշատակում, թե ինչ սրբատեղի է սա, ինչպես է կոչվում։ Պատմիչների մոտ առայժմ տեղեկություններ չկան, եկեղեցու վերաբերյալ չնայած որ պրպտումները շարունակվում են։ Հայաստանում ամուսնությունները քչացել են, ամուսնալուծությունները շատացել։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա 10 ամիսներին հանրապետությունում ամուսնացել է 11574 զույգ։ Այս թիվը 1601-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տարի արդեն ամուսնալուծվել է 4033 զույգ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնալուծություններն ավելացել են 157-ով։ Այսօրվանից սկսվել է երաժշտություն, թատերարվես եւ այլ խմբակների ուսուցիչների կամավոր ատեստավորումը։ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսե Սվաջյանը հետևել է ատեստավորման ընթացքին Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում։ Վաղը ատեստավորում կանցնեն թատերարվեստի, շախմատի, գեղարվեստական մարմնամարզության եւ մի շարք այլ սպորտաձևերի ուսուցիչներ։ Պարարվեստի ուսուցիչների ատեստավորումն անցկացվել է Երևանի թիվ 135 հիմնական դպրոցում։ Կամավոր ատեստավորման նպատակ ավելի բարձր աշխատավարձ ստանալն է։ 70-ից 80% հավաքելու դեպքում աշխատավարձը կավելանա մոտ 80,000 դրամ, 80-ից 90%-ի դեպքում մոտ 110,000 դրամ, 90-ից 100%-ի դեպքում 140,000 դրամ։ Երևանի Թամանյանական կասկադի անավարտ հատվածի վերակառուցման աշխատանքը սկսվել է։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ GTB Development ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ նախատեսվում է կառուցել համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, ցուցասրահներ, արարողակարգային առանձնացված տարածք։ GTB ընկերությունը նաեւ կբարեկարգի եւ կկանաչապատի տարածքը։ Պակիստանն ու Աֆղանստանն ինտենսիվ հարվածներ են փոխանակել սահմանի երկայնքով։ Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Էսկալացիայի եւ արդեն 2 ամիս գործող հրադադարը խախտելու համար կողմերն իրար են մեղադրում։ Երկրների միջև հարաբերությունները վատթարացել են այս տարվա հոկտեմբեր ամսին Քաբուլին Պակիստանի ավիահարվածներից հետո։ Իսլամաբադը հայտարարել է, որ թիրախում են եղել Թալիբան շարժման առաջնորդները, ինչին հետևել են սահմանային բախումները։ Ավելի վաղ երկրները ժամանակավոր հրադադար էին հայտարարել։ Please be quiet for a moment. Եվրամիությունը չի ցանկանում Թուրքիային կազմակերպության անդամ դարձնել։ Միությունը դեմ է նաև, որ Անկարան ունենա ամենաժամանակակից սպառազինությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը եւ շեշտել, որ Թուրքիան Ամերիկայի ամենամեծ դաշնակիցն է ՆԱՏՕ-ում Եվրամիությունից հետո։ Act tolerant. ԱՄՆ հատուկ ներկայացուցիչները ուկրաինական պատվիրակության հետ 2 օր է ինչ բանակցություններ են անցկացնում, սակայն դրանք շրջադարձային մեծ նշաններ չեն տվել։ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Ումերովը կրկին շեշտել է, որ Ուկրաինայի առաջնահերթությունն է այնպիսի կարգավորում, որը կպաշտպանի երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը, կապահովի քաղաքացիների անվտանգությունը եւ հիմք կտա բարգավաճ ժողովրդավարական ապագայի համար։ Կողմերը քննարկել են Վաշինգտոնի եւ Մոսկվայի վերջին բանակցությունները
բանակցությունների արդյունքները, այն քայլերը, որոնք կարող են մոտեցնել պատերազմի դադարեցմանը։ Ուկրաինական պատվիրակությունը շեշտել է, որ համաձայնագրի իրական առաջընթացը կախված է Ռուսաստանից, ներառյալ լարվածության թույլատումն ու սպանությունների դադարեցումը։ Բացի դրանից, առանձին քննարկվել է Ուկրաինայի վերականգնման ծրագիրը, որը նախատեսված է համատեղ տնտեսական նախաձեռնությունների եւ երկարաժամկետ զարգացման նախագծերի առաջխաղացման համար։ Մինչ Կիև այցելել է Ուիտքոֆը եւ Քուշները Մոսկվայում մոտ 5 ժամ տևած բանակցություններ էին վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Եվրամիությունը շարունակում է ԱՄՆ-ին իր գլխավոր դաշնակիցը համարել, չնայած երկրի ազգային անվտանգության քննադատությանը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Կայա Կալասը։ ԱՄՆ շահագրգռված է, որ Եվրոպան գոյություն ունենա։ Մենք ինչպես նախկինում մնում ենք դաշնակիցներ եւ միասին աշխատում ենք տարբեր խնդիրների շուրջ, ասել է Եվրապաշտոնյան։ Ավելի վաղ ամերիկյան կողմը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության վերականգնումը համարում է Եվրոպայի գլխավոր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը եւ որ իրենք ցանկանում են, որ Եվրոպան ստանձնի սեփական պաշտպանության ապահովման պատասխանատվությունը։ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության գերատեսչության խոսքով ԱՄՆ վարչակազմը հակասության մեջ է եվրոպացի պաշտոնյաների հետ, որոնցից շատերը ոտնահարում են ժողովրդավարական նորմերը։ Հոնկոնգի բնակիչներն այրված համալիրի մոտ ծաղիկներ են խոնարհել խոշոր հրդեհի զոհերի հիշատակին։ Օրեր առաջ բնակելի համալիրներից մեկում բռնկված ամենակուլ կրակի հետևանքով զոհվել էր 800-ից ավելի մարդ։ Եվրամիությունը X սոցկայքին տուգանել է $140 միլիոն։ X-ի վերաբերյալ հետաքննությունը սկսվել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերին, երբ ընկերությունը կասկածվում էր թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու մեջ։ ԱՄՆ փոխնախագահ JD Vance-ն ավելի վաղ Եվրամիությանը հորդորել էր չանել նման քայլ։ Միությունը պետք է աջակցի խոսքի ազատությանը, այլ ոչ թե հարձակվի ամերիկյան ընկերությունների վրա անհեթեթ պատճառներով, ասել էր նա։ Ճապոնիայի Տոկիո քաղաքի թանգարանն այցելուներին զարմացրել է իր նորարարությամբ։ Այժմ թանգարանն առաջարկում է արհեստականորեն երկրաշարժի էֆեկտ ունեցող տաղավարը, որտեղ մարդիկ ուժեղագույն ցնցումների էպիկենտրոնում գտնվելիս պետք է փորձեն դիմակայել։ Դոնալդ Թրամփը ստացել է FIFA-ի խաղաղության մրցանակը ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոից։ Աշխարհի միլիարդավոր ֆուտբոլասեր մարդկանց անունից մրցանակն ամեն տարի շնորհվում է այն նշանավոր մարդուն, ով իր գործունեությամբ մարմնավորում է խաղաղության եւ միասնության առաջխաղացման անսասան նվիրվածությունը։ Թրամփը նշել է, որ իրենք փրկել է միլիոնավոր կյանքեր։ Նրա խոսքով Կոնգոն դրա վառ օրինակներից է։ Ես իրոք ցանկանում եմ կյանքեր փրկել, ինձ մրցանակներ պետք չեն, մենք իսկապես միլիոնավոր կյանքեր ենք փրկում եւ դա այն է, ինչ ես ցանկանում եմ անել։ Թրամփը հայտարարել է, որ իրենք այժմ աշխատում են նաեւ Կանադայի եւ Մեքսիկայի հետ։ Արարողության ժամանակ ԱՄՆ ղեկավարը բարել է իր հայտնի պարը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին Էրիկը 10 անգամ ավելի է հարստացել հոր նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում։ Ըստ Forbes-ի նա այժմ ունի $400 միլիոն, ավելի շատ, քան իր քույր եղբայրները։ Էրիկի ամենամեծ եկամուտը գալիս է American Bitcoin ընկերությունում բաժնեմաս ունենալուց։ Ավելի վաղ նա կազմակերպության շենքից տեսանյութ էր հրապարակել եւ ցույց տվել, թե ինչպես են ստեղծվում բիթքոյնները։